լսի մի հատ AI գործիք են սարքե, որը որ քո այդ տեստինգ անում, MCQ տեստեր անում, ընտրովի տեստեր, այն ամենադասական, պրոստը հիշողություն ստուգող տեստերն է վերցնում։ Չէ, դոկտոր Լեքսը այդ այնա ինչ որ մենք մեր համասանում ենք օգտագործում։ Դրա մասին խոսանք, շատ լավ բան է։ Հա, ինքը հետաքրքիր բան է։ Առօրյա գործիք ինչ որ ժամանակ անցկացնելու, հա, շատ կայֆ բան է։ Այս մեկը ուրիշ բան է, այս մեկը կրթության մեջ է օգտագործվում։ Տես ինչ է անում, ինքը քեզ տեստեր է տալիս, դու իրան պրոստը ընտրում ես, հետո ինքը սկսում է անհատական քո սկորը վերլուծել, հասկանալ դու որտեղ ես ավելի թույլ, որտեղ ես ավելի ուժեղ, վերցնում է քո թույլ կողմը, սկսում է դա զարգացնել։ Ու քեզ կամաց անհատական ուսուցման պլան է սարքում քո համար։ Մենք պերսոնիֆիկացված բժշկություն լսել ենք, չէ՞, անհատականացված բժշկություն, չգիտեմ, գենետիկան է դրան կպնում, էս անում, այն անում։ Իսկ կա անհատականացված կրթություն, այսինքն դու հնարավորություն ունես X բյուջեի սահմաններում, որը սահմանափակ է։ Եթե պատկերացնես, ասենք 100 պրոֆեսոր միայն քո հետ աշխատեր։ Այդ բավական մեծ թիվեր են լինում, հա։ Հիմա AI եկել է օգնում է քեզ դա անել ու անհատականացված քո համար կրթական պլան է սարքում։ Ոչ թե միայն կրթական պլան է սարքում, քեզ վերլուծում է։ Հիմա քո կրթությունը դառավ պերսոնիֆիկացված քո համար։ Բայց անգամ այս կոնտեքստում վերցրել են ու ուսումնասիրել ընդհանրապես ուսուցիչ պետք էր թե չէ, որտեվ կարելի է, չէ՞, այդ պրոմպտը գրել կամ կոդը գրել, անցնել առաջ։ Պարզվում է, որ չէ։ Մի հատ մեծ ուսուցիչ պետք էր թե չէ։ Պարտադիր պետք էր։ Պետք էր ուսուցիչ։ Ու այն մտքով, որ մենք մենթոր ենք անվանում, ու սրա տակ դրվեց մի հատ երևույթ, որը կոչվեց emotional intelligence։ Այսինքն այս էմոցիոնալ ինտելեկտը այդ այն բանն է, որը որ քեզ որպես սովորող, քեզ որպես պացիենտ անդառնալիորեն պետք է բժշկությունում։ Ու այս շատ կարևոր մի հատ հատված է։ Այն ինչ որ որևէ մի AI չի կարող 100%-ով փոխարինի։ Ինքը կարա փորձի քո հետ մի քիչ ավելի polite լինի, չգիտեմ, սենց այս կողմեն, հա, բայց այդ ուսուցչի դերը կարևոր է ուսուցման մեջ։ Այդ մենթորի դերը ահավոր կարևոր է։